Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը Գոհար Մինասյանն է, ով ապրում է Կիպրոսում մոտ 20 տարի։ Բարև Գոհար ջան։ Բարև Շուշանա ջան, շատ ուրախ եմ հրավերքի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ ժամանակ հատկացրեցիք, որպեսզի զրուցենք իրար հետ։ Մեծ Եկեք, սիրով։ ըհը, եկեք պատմեք մեզ, ինչպես եք հայտնվել Կիպրոսում եւ ինչու հենց Կիպրոս։ Okay, շատ բարի, շատ լավ հարցեր։ Ամուսնացել եմ եւ տեղափոխվում ամուսինս Կիպրոսից էր եւ ինձ էլ միանշանակ բերեց Կիպրոս։ Հա։ Բայց հեշտ էր այդ որոշման գալը, անծանոթ երկիր, լրիվ ուրիշ մշակույթ։ Ճիշտն ասած հեշտ չէր, բայց որոշումը կատարեցի։ Հա, հիասթափություններ ունեիք ընդհանուր, որ սկզբում ուրիշ ձև էիք պատկերացնում, բայց գնացիք ու ասենք Չէ, մտածում ոնց եք հետ գայիք։ չէ, այդ բանը չի եղել, ոչ, ոնց չեմ էլ պատկերացրել, որ պիտի ընդունես այս երկիր, իրանց մշակույթ, իրանց լեզուն պիտի սովորես եւ պիտի ապրես։ Հա։ Բայց կար ինչ-որ պահ, որ ասում էիք չէ, էլի ախրխի էս քայլին եկանք, միգուցե հետ գնանք կամ չգիտեմ ինչ-որ այդ ձևի Դե քանի որ օրեր։ ինքը Կիպրոսում է շատ երկար տարիներ փոքր հասակից Կիպրոսում է ապրել, միանշանակ պետք է ընդունեի այդ որոշումը, այդ ճանապարհ չկար։ Հա։ Լեզվական խնդիրներ ունեիք, բայց հիմա հունարեն եք վանանում Հունարեն, այո, աշխատում։ հունարեն, սովորեցի մենակս գրքերով, հեռուստացույցով, 6-7 ամսում արդեն սովորեցի։ Հա, ինքնուրույն։ Ինքնուրույն միանշանակ։ Հա։ Դե 20 տարին երկար ժամանակ է, արդեն լրիվ տիրապետում եք, չէ՞։ Այո, փառք Աստծո, այո, Հա։ խոսում ենք։ Կարևորը բայց որ հայերենը չի շեղվել։ Հիմա սովորական շփվում եք, ես ընթացքում եմ ինչքան Միանշանակ գրվել եք, ոչ։ հա, չի Միանշանակ ոչ։ մոռացել։ Հայերենը դա չի բացառում, դա համար առաջի լեզուն է, որ մենք պետք է մեր մայրեն լեզուն միշտ տիրապետենք։ Հա։ Իսկ ընդհանուր ժամանակի ընթացքում, ասենք դե պատկերացնում եմ առաջի տարին ուրիշ ձևակալոտ է եղել, երկրորդ տարի ուրիշ, հիմա այդ զգացումը ինչ որ ոնց որ բթան է, էլի, ոնց որ արդեն զգաք ուրիշ ձև եք Հայաստանին կարոտում։ Թե ոնց սկզբում եք կարոտել ձեր համար Հայաստանը այդ նույն բանի մեջ է, էլի։ Անկեղծ կլինեմ, չենք հասցնում կարոտենք Հայաստանը, քանի որ թռիչքները շատ մոտ է, 1.5 ժամ եւ շատ մատչելի գներ, կարողանում ենք մեզ թույլ տալ, որ դաժե ամիսը մեկ անգամ, 2 ամիսը մեկ անգամ գնալ Հայաստան, չենք հասցնում կարոտենք Հայաստանը։ Բայց միանշանակ դա մեր երկիրն է, մեր հայրենիքն է, մենք մեր հայրենիքը շատ ենք սիրում։ Հա։ Այնիշտ եք կարոտում այդտեղ, որ ճիշտ է շուշուտ եք գալիս, բայց հետ եկաք նորից Կիպրոս, նորից ձեր կենցաղ, աշխատանք, բայց ի՞նչն է որ ասում եք, վայ, կարոտեցի Հայաստանի այս բանը, երբ կլինի հաջորդ անգամ նորից գնանք։ Ինչը կարելի է։ Կասե երևի մեր հին մշակույթը, մեր եկեղեցին, մեր ճիշտ է, մեր մոդել Կիպրոսում ունենք Կիրակնորիա եկեղեցին, պատարագը, բայց Հայաստանի այդ Հայկական։ հին հայկական այդ օրինակ մշակույթը, մեր եկեղեցիները, մեր վանքերը, Հա։ երևի դա։ Կան Հա։ եկեղեցիներ, որ անգամ չեմ այցելել, եւ ամեն անգամ գալուց փորձում եմ Այցելել։ եկեղեցիներ, վանքի անպայման այցելել։ Հա։ Հետաքրքիր, բայց այդտեղ կա հայկական եկեղեցի, որ հա Միանշանակ ունենք Լառնակայում, մեր Նիկոսիա քաղաքում, Լիմասոլում, միանշանակ մենք ունենք, այո, ամեն կիրակի ունենք մեր պատարագը, հա։ Ասեք երեխաների կնոնք, բան, ինչ որ պետք է լինում, անպայման, հանգիստ այո, արած։ միանշանակ հայկական եկեղեցիում։ Հա։ Իսկ այդտեղ ինչն է, որ շատ լավ է ու որ միշտ ասում եք ոնց հայերևում, որ Հայաստանում այդ բանը դեռ չկա, Երանի այդ բանն էլ Հայաստանում լիներ։ Ինչը, օրինակ Կիպրոսում շատ հանգիստ ամեն ինչը, շատ ամեն ինչը թեթև են նայում, շատ ավելի հասարակ, շատ հասարակ են մարդիկ շատ հասարակ են, որը շատ ընդուներում ենք մեր բոլորի կողմից, որ հայերը մեր կիպրացիք ավելի հույնները, ավելի հասարակ են ամեն ինչին, ամեն ձևով, չէ մեր Հայաստանում շատ կուզենայի, որ մեր Հայաստանում էդի զարգանար։ Հա։ Բայց դե մենք հայերս միանշանակ սիրում ենք ամեն ինչը ճոխ։ Հա։ Կիպրոսում ամեն ինչը շատ ենք, չէ՞ հասարակ։ մենք։ Մենք այո, մենք սիրում ենք ամեն ինչը ճոխ, շքեղ։ Հա։ Իրանք երևի թեթև են ամեն ինչը։ Իրանք ամեն ինչը շատ խանգի, շատ թեթև։ Հա։ Ինձ թվում է դա։
Դե մերդել երևի որ մենք պատերազմական երկիր ենք ամեն դեպքում ոնց որ միշտ այդ Այո, միտքը մեր մտքի գլխի մեջ է։ Այո, մեր ազգն է շատ անջված, շատ բաներ տեսած, երկրաշարժը, եղերնը, պատերազմը, վերքը մնացել է դեռ մեր բոլորի մեջ։ Հա։ Իսկ ինչ օրինակ բացասական բան եք ոնց որ ընթացքում որ հանդիպում եք, թեկուզ երեխայի դաստիարակման հետ կապված, որ օրինակ մտածում եք, ասում եք, բայց այս պահով Հայաստանում լավ է, այդ ձև չի։ Տարբերություն չեմ բերում այդ կրկնօրինակությունը, տարբերությունը, քանի որ մեծացել է հայկական մանկապարտեզում, հայկական Արեգ վարժարանը, դպրոցում, հայ ընկերներ, դաստիարակությունը միանշանակ հայկական հայավար է ամեն ինչը, ոչ մի անգամ չեմ բերել կրկնօրինակ ինչ ոնց Հայաստանում ոնց մեծանում ենք մենք մեծացել ենք հայկական ընտանիքներում դաստիարակությունը մեր հայկական նմանապես փոխանցում ենք մեր երեխաներին։ Հետաքրքիր է։ Բայց հայերեն է խոսում հիմա ձեր տղան ու միանշանակ արևմտահայերենը եւ մեր Հայաստանի հայերենը։ Հա, մի քիչ խառնել է արդեն։ Այո, տունը խոսում է իմ հետ մեր Հայաստանի հայերենը, երբ որ ընկերներով դուրս են գալի դպրոցին ընկերներով, խոսում արևմտահայերենը, բայց կասեմ միաժամանակ խոսում է մեր Հայաստանի հայերենը։ Ոչ մի անգամ չենք մենք դրել ընդդանի մեջ, որ մենք կարող ենք խոսենք երկու լեզուներ, ընտրենք, մենք հայ ենք, որ լեզուն կուզենենք, խոսա հայը, երագույնը մեկն է, հայը մնում է հայ։ Հա։ Այ ամեն դեպքում հետաքրքիր է ինքը որ արդեն այդտեղ է ծնվել, որ գալիս է Հայաստան, ինչ որ մի բան պիտի իր համար ոնց որ տարօրինակ լինի, չէ՞, ինքը արդեն ուրիշ մշակույթով է ոնց որ մեծացել, ուրիշ շրջապատով։ Ինքը մեծացել է միանշանակ հայկական մշակույթում, հայկական ակումբները գնում այցելում է երկու ակումբները, հոգով, սրտով, ոգով ամեն ձևով ինքը հայ։ Հա։ Իսկ փորձում եք ընթացքում հայկական տոները նշեք, որ ոնց որ էլի էտել պահեք էլի իրան միանշանակ մենք հունվարի 6-ը մեր զատիկի բանի Հիսուսի Քրիստոսի տոնը նշում ենք մեր ապրիլին մեր զատիկը միանշանակ ձուկը, սպանախը, մեր ուտեսները միանշանակ այո նոր տարին բոլոր հայկական եկեղեցական տոները։ Հա Հետաքրքիր Կիպրոսում ոնց են նոր տարին նշում, էլի մեր նման շատ ճոխ, թե ոչ շատ հասարակ, ասե ոչ շատ հասարակ, շատ ավելի հասարակ, ասե կան ընտանիքներ, որ նախընտրում են գնան երկրից դուրս, կան ընտանիքներ, որ հավաքվում են ինչ-որ միտեղ ընկերական բոլորով, տարբեր մարդիկ, բայց ոչ մեր հայկական նման 7-7 գիշեր ոչ, բայց միանշանակ մեր դասեղանը չի պակասում բլինչիկը, տոլման, նույն հայկական սալաթները, ինչպես Հայաստանում։ Հա։ Իսկ իրենք ունեն իրանց խոհանոցում ինչ-որ կերակուր, որ այդ պարտադիր է տոներին կամ նոր տարվա համար։ Իրանք ունեն դեկտեմբերի 24-ին մենք գիշերը պատրաստում ենք հնդկահավը, որ մեջը դնում ենք հնդկահավի մեջ դնում ենք իր ամեն տեսակի բարակաները, այդ իրանց ավանդական բանն է հնդկահավը սեղանին։ Հա։ Մենակ նոր տարում թե մյուս տոներին էլ պարտադիր։ Քրիսմասի, դնում ենք էդի ամսի 25-ի սեղանին անպայման պիտի լինի։ Հա, հետաքրքիր է։ Այո։ Իսկ ձեր ամուսինը, որ ինքը Կիպրոսից է, մեր հայկական ի՞նչն է որ շատ է հավանում, որ ամեն ինչը ամեն ինչը կասեի ամեն ինչը Հայաստանի հոտը, ուտելիքը, եկեղեցիները, ամեն ինչ, ամեն անկյունը ինքը Հայաստանում։ Ինչն է ձեր հետ անհամբեր սպասում որ Հայաստան գա։ Կասեի որ ինքն ամեն անգամ ասում գնացինք մյուս ամիս Հայաստան, նայ գնացինք, օքեյ, ինքը ավելի շատ։ Հա, այո, շատ է սիրում Հայաստան, այո։ Հա։ Չկա ինչ որ տարօրինակ բան, որ գիտի գալիս է Հայաստան, բայց երբեմն իր համար ոնց որ այդ ինչ որ ծիծաղելու պահ լինի կամ տարօրինակ լինի, ասի, հետաքրքիր, բայց ձեր հայրեխի են այս բանը սենց անում։ Ոչ, իրանց համար շատ հետաքրքիր է, որ մեր Հայաստանում մեր ամեն օրինակ եղել ենք հայկական ռեստորանում, որ հագել են հայկական տարազը եւ պատմում եմ այդ համար շատ սենց բաներ, վաու, սենց նայում էր ամեն ձևով։ Իր համար ամեն ինչն է Հայաստանում շատ բան։ Ամեն միտեղ գնաց ինձ համես նայում է։ Այո։
Հա։ Շատ կապված է շատ սիրեց Տաթևը, որ գնացինք։ Գառնիկ Եղարդը շատ սիրեց։ Հայաստան ամենտեղ ենք շատ սիրեց։ Հա։ Ոնց դու ես եկեղեցիներին նվիրված, որտեղ ես տալիս, ինքն էլ փաստորեն էլի։ Այո։ Հա, հետաքրքիր է։ Այ բուժ սպասարկումից հարցնեմ, այդտեղ ոնց է, օրինակ մենք շատ հյուրեր ունենք, որ իրանք ասում են, եթե ինչ-որ բժշկի հետ կապված հարց է լինում, աշխատում ենք Հայաստանում, ոնց որ այդ հարցը լուծենք, կարող է վիրահատություն լինի կամ մի բան, հիմա դուք վստահում եք այդտեղ ոնց որ ամեն ինչը օքեյ է, թե Հայաստանում էլի ընդունում եք, որ բարձր է սպասարկումը։ Կընդունեմ, որ Հայաստանում բարձր է, այո։ Հա։ Չէ, անկեղծ կլինեմ, այո, Հայաստանում ավելի կա, մենք էլ ունենք Կիպրոսում լավ բժիշկներ, լավ բաներ, բայց ես անձամբ ես վստահում եմ մեր Հայաստանի բժիշկներին։ Հա։ Այո։ Ապահովագրությունով էլի անվճար։ Ամեն ինչ ունենք, այո, մենք ունենք մեր աշխատանքի ապահովագրությունը, մենք ունենք եւ հավելվել ես կվճարեմ իմ համար եւ տղայիս համար 20 տանեկա մենք ունենք փաթեթ, որը որ կվճարենք, որ աշխարհի որ երկրում լինենք, որ երկրամասում լինենք, մեզի անվճար ամեն ինչը կարող ենք օգտվել, բայց նախընտրում եմ Հայաստանի բժիշկներին։ Հա։ Իսկ հերթերը էլի երկար հերթեր եք սպասում, բան, ոնց որ Եվրոպայի ոչ, երբ որ ինչ որ մի բան ենք ունենում, օրինակ, եթե կուզենք գնանք մեր բժշկի մոտ, երբ որ հեռացանեմ կասեմ, որ բժիշկ ինչ որ խնդիր ունեմ գանգատ, կասի, որ վաղի ազատեղ չունեմ կամ մյուս օրը կամ երկու օրից իմ պարագայում, իսկ մյուսածների մասին չեմ կարող ասել։ Հա։ Ես շատ գոհ եմ, այո։ Հա։ Երևի որ փոքր երկիր է, դրա համար շատ մեծ հերթերի տակ չեք ընկնում։ Իմ մոտ միշտ տպավորությունն է, որ Կիպրոս, Հունաստան այդ երկրները ավելի շուտ ոնց որ հայկական ձևով երկրներ լինեն, էլի։ Ասեմ ձեզ, կիպրացի քույները շատ են սիրում մեր հայերին, ոչ մի անգամ չի եղել խնդիր, որ անգամ երբ որ պոլիսն մեզի կանգնացել կամ բան, որ իմացել են, որ հայ են, վաու, բան, Արմենիա եւ շատ հպարտ են ժամանակ, երբ որ պատերազմի 44 տարվա պատերազմի ժամանակ, երբ որ մենք կվաճառեինք մայկաները, գլխարկները, որ պետք է գումարը հատկացնենք Հայաստան, երբ որ հեռախոսով կխոսայի պոլիսը կանգնացրեց, միանշանակ պետք է վճարեինք 80 եվրո մեր տուգանքը, քանի որ մեղավոր է, այո, հանցավոր է հեռախոսով կխոսայի, երբ որ ասեց ինչու համար, ասի գիտեք, ասի սենց հայ եմ նախ, ասեց մենք հայերին շատ ենք սիրում, ասի շնորհակալ եմ ենք հետ ձեզ, ասի խոսում է, որ նայեք ավտոյի մեջ ամեն ինչ ունեն գլխարկները, բաները շատ հուզիչ էր, երբ որ հանեց պոլիսի մարդին 50 եվրո տվեց, ասեց, որ չեմ ուզում ոչ մայկան, ոչ փոխանցեք Արցախին եւ երբ որ պատերազմը կար Արցախի իմ աշխատանքի տեղը բոլոր ցանոթները կիպրացիք հենց անձամբ գիտեն, որ ամեն տեղ բժշկական տեղերում կլիներ, պոլիսներում, բոլոր տեղերում դրած է գանձանակ մեջը գրած է մեր եղբայր Արցախին, հայերին Արցախ պիտի հատկացնեն Կիպրոսի դրոշը, Հայաստանի դրոշը, շատ հուզիչ էր եւ ամենադրամը կհավաքեն, որ ուղարկեն Հայաստան եւ հպարտ են, որ փոխանցել են շատ ընկերներ, շատ մարդիկ, անգամ չեն ուզեցել գլխարկները, մայկաները, որ փողը փոխանցեն, այո։ Եվ հպարտ եմ դրանում շատ, այո, շատ։ Եվ հիմա շատ մեծ հոսք ունենք Կիպրոսից Հայաստան դեպի, քանի որ կա հնարավորություն շատ մատչելի ընկերները դեպի Հայաստան եւ շատ հպարտ եմ, այո, որ մեր բոլոր կիպրական մեր ընկերները, ծանոթները, բոլոր կիպրացիք արդեն Հայաստանը գիտեն ուրա, կան ժամանակ, որ իրանք չեն իմանում ուրա Հայաստան, իսկ հիմա շատ բան եւ հպարտ եմ, որ միշտ կգան կասեն, օ եղել ենք Հայաստանում գողարմու եւ շատ հպարտ եմ, որ ցույց կտան Գառնին, Սևանը, Իջմիածինը, հպարտ եմ դրանում եւ այո, կիպրացիք մեզի բոլորի շատ են սիրում հայերի, նմանապես մենք իրենց Քանի որ միշտ հայերը այո Կիպրոսում, այո Կիպրացի մեր ընկերները, հույն ընկերները մենք հայերից միշտ առաջին տեղն են տալիս։ Հա, շատ լավ է, էլի որ ոնց որ հայի կերպարը այդտեղ շատ դրական է ու այդ սերներ ոնց որ փոխադարձ է իրանց մոտ։ Հա, այ ոստիկանությունից խոսեցինք, որ գալիս եք Հայաստան, այստեղի ոստիկանության, ոնց ասեմ, սպասարկում չասեմ, էլի քայլերը ու մեկ էլ այդտեղ ոստիկանությունը տարբերությունները շատ է զգացվում։ Շատ մեր Հայաստանում շատ են պոլիսներ, այո ոստիկանները շատ են ասեի առավել, մեր մոտ ոչ այդքան շատ, երևի դրա համար, որ մենք փոքր երկիր ենք Կիպրոսը կամ բան, բայց շատ գնահատելի է այդ, շատ դաժե անգամ մեր բոլոր ընկերներս ասում, վաու Երևանում շատ պոլիսներ կային, բան ինչ-ինչ, եւ ոգևորիչ այո, դա շատ ուրախ ենք դրա համար։
Բայց հետաքրքիր, եթե ձեր մոտ ոստիկանները քիչ են, նշանակում է օրենքի խախտում անողներն էլ շատ կլինեն, հա։ Ոչ, չկա, մեր մոտ օրենքի խախտումներ հավատացի, որ չեն անում, ոչ։ Շատ փոքր է մեր Կիպրոսը, շատ փոքր երկիր ենք մենք։ Բայց Հայաստանում ինչն է, որտեղ որ Հայաստանը քանի որ արդեն սկսել շատ տուրիստներ գալ են մեր Երևանը ճանաչել է եւ բան, եւ այդ հարցում երևի ուզում եմ որ մեր Հայաստանը ուզում եմ որ մեր տուրիստները, մեր բոլոր հյուրերը իրանց ապահովը զգան եւ ես շատ գնահատում եմ դա։ Հա, իհարկե։ Բայց երթևեկության հետ կապված տարբերություն կա Հայաստան ու Կիպրոս։ Ես Հայաստանում ոչ չեմ նստում ռոյլին, քանի որ ղեկին շատ ապասնի է իմ համար։ Հա։ Կիպրոսում ոչ։ Հա։ Բայց հետո երևի ավելի շատ մտածելակերպի հարց է, էլի, որ ասեցիր քիչ են այդտեղ ոստիկաններ, ասեցի երևի Հայաստանից ավելի վատ վիճակ է այդտեղ լինելու։ Ոչ, բայց ուղղակի Հայաստանում աճ կմտնեն, ձախ կմտնեն, չեն, իսկ Կիպրոսում ոչ, կարգ կանոնով ամեն ինչը։ Ու մեր մոտ այդքան ոստիկաններ կան, էլի, եւ ոստիկաններ, եւ բարեկներ, բայց այո, այդպես որ, հա, մտածելակերպի հարց է, էլի, իրանք ձեր մոտ արդեն որ սովորել են։ Մենք սովորել ենք ավելի հանգիստ, այո, ավելի հանգիստ, ավելի բան, այո։ Այստեղ մենք միշտ շտապում ենք, չգիտեմ, ուր ենք շտապում։ Մենք էլ ենք շտապում։ Բայց հասցնում ենք, փառք Աստծո։ Հա։ Այստեղ անդադ ավտոմեքենաները իրար են վազանցանում, թեկուզ մայթերի վրա էլ մարդիկ են իրար փորձում անդադ առաջ գնան, ուր ենք շտապում, չգիտեմ։ Մենք չէ, մենք հանգիստ ենք ամեն դեպքում։ Հա։ Ավելի հանգիստ է ամեն ինչը, թե կյանքը, թե մարդիկ, շատ հանգիստ։ Հա։ Դե մենակ կլիման, որ ընդհանուր ոնց որ sense թեթև կլիմա է, չէ՞։ Այս պահին արդեն 19 աստիճան տաքություն էր մեր մոտ այսօր։ Հա։ Ու տենց խորը ձմեռել չի լինում, չէ՞, կարծեմ ձեզ մոտ, թե կա։ Կար մի 2 շաբաթ առաջ անձրևներ, քամիներ, սարերում ձյուներ եկել, գյուղերում, բայց տևում է դա ընդամենը 2 շաբաթ, ոչ ավել։ Հա։ Երբեմն բայց չեք կարոտում Հայաստանի այդ որ տարբերվում է այդ եղանակները, էլի։ Հավատացեք, գնում ենք Ծաղկաձոր, գնում ենք Մայլեր, փորձում ենք չկարոտենք շատ, այո։ Հա։ Եղել եք Մայլերում արդեն, հասցրել եք։ Մայլերում այո եղել եմ եւ հիմա էլ պատրաստում ենք նորից մի շաբաթ ճամփորդենք։ Հա։ Էլի ամուսնու հետ։ Մեծ գրուպ ունենք, 6 հոգի ենք։ Ամեն անգամ տարբեր հյուրերի կտանենք, որ չեն եղել Հայաստանում, որ տեսնեն անգամ 4 օրը, բայց 4 օրում էլի հասցնում ենք ինչ-որ մի բան ցույց տալ իրենց։ Հա, իհարկե։ Այ հետաքրքիր որ խմբի անդամներ եք բերում, էլի, ենթադրում եմ ոչ հայեր են լինում, չէ՞։ Ոչ, հույներ են, այո, կիպրացի հույներ են։ Իրանք ինչու են զարմանում, որ գալիս են կամ դուք ի՞նչն է որ պարտադիր ասում եք, այս բանը պետքա ցույց տանք ու զարմացնենք, էլի իրենք։ Ասեմ, իրանք շատ են զարմանում մեր շինությունները։ Քար այդ ամեն ինչը կարմիր տուֆ որյան կտեսնեն, շատ են զարմանում մեր, կասեի ամեն ինչը, չեմ առանձնացնի շատ բաներ, եկեղեցիները, երբ որ եկեղեցի կմտնեն գլխաշորը կդնեն առաջանքը հարցնում են ինչ են գլխաշոր դնում, կհավատակ ամեն ինչը, մեր սպասարկումը ավելի Հայաստանում թոփ։ Հա։ Իսկ մի բան, որ օրինակ զարմանան կամ ոնց որ զգաք որ դժգոհ են, էլի, այդ բանից ոնց որ հիասթափվել են իրանք։ Իրանք զարմանում են մեր Հայաստանում շատ ավտոները հոսքը տեսնելու կան ավտոմեքենաներ, որ անգամ Կիպրոսում չկա, կասեի։ Դրան են զարմանում։ Ճոխության տեսանկյունից։ Այո, ճոխության տեսակ, այո։ Հա։ Հա, հետաքրքիր միշտ Եվրոպայից եկածներն էլ են միշտ այս բան ասում, որ այնտեղ կարող է նույնիսկ տնօրենը, ասենք, հասարակ ավտո քշի, բայց այստեղ հասարակ աշխատանքային նույն բանը Կիպրոսում, այո, կարող է եւ տնօրենը գնա ավտոմեքենա լվանա, սպասարկի, խոհանոցում լինի, իսկ դժբախտաբար Հայաստանում դա ընդունված չի դա։ Դեռ չենք հասել այդ բանին չենք հասել դեռ մենք, այո։ Տնօրենը պիտի մնա Հայաստանում։ Հա։ Թողներեն ինձ լսողները, բայց գիտեմ, որ մեծամասնությունը դա ինձ է։ Իսկ կա պլաններում ունեք ինչ-որ նպատակ, որ հնարավոր է մի օր մշտական ոնց որ տեղափոխվեք Հայաստան ու տենց ապրեք, էլի։ Դեռ չեմ մտածել այդ մասին, չեմ կարծում։ Հա։ Ճիշտ է, մեր երկիրն է, մեր հայրենիքն է, մենք շատ ենք սիրում, բայց երբեք մի ասա երբեք, միգուցե։
Միգուցե բոլորս վերադառնանք մեր երկիր։ Հա, Աստված տա։ Այ հանգստանալու համար հիմնականում Հայաստան է գալիս, թե նաև ճամփորդում եք այլ երկրներ։ Ճամփորդում ենք այլ երկիրներ։ Հա, որ երկիրն է, որ ըստ ձեզ շատ նման է ոնց որ Հայաստանին կամ ինչ որ բաներ եք գտնում, որ նմանեցնեք Հայաստանին։ Թե արդեն այդ ձև ոնց Ոչ մի երկիր չկա, որ կարանք նմանացնենք մեր Հայաստանին։ Ոչ մի երկիր իմ համար դա չկա։ Ինչքան երկիրներ գնացել են, ոչ Հայաստանը դա մի հատ է։ Դա մեր Հայաստանն է։ Ճիշտ եք։ Դե լավ, վերեմ իմ վերջին հարցը ձևակերպեմ։ Ես կասեմ նախադասությունս եւ դուք կշարունակեք ձեր ձևով։ Ես իմ անուշ Հայաստանի ինչն եք սիրում։ Արևահամ բառն եմ սիրում, մեր սինզազի ոսպանված լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայրան աղջիկների հեզաճկում բառն եմ սիրում։ Ահա, կեցեք։ Իսկ եթե ուղղակի ձեր տեսանկյունից շարունակեք նախադասությունը, ոնց որ պատկերացրեք բանաստեղծությունը չենք ասում, ուղղակի ի՞նչն եք ամենաշատը սիրում։ Մեր Հայաստանի։ Կասեի հոտը, հողն ու ջուրը։ Հա։ Շատ է տարբերվում։ Այո, կասեի այո։ Հա։ Շատ։ Ջուրը, չէ, հատկապես։ Ջուրը, այո, ամեն ինչը, հոտը, ամեն ինչը։ Այդպես, դե շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Շուշանա ջան, շատ նմանապես, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Դե հաջողություն ձեզ։ Շնորհակալություն, բարի օր ձեզ, լավ մնացեք։ Ձեզ նույնպես։